Հանգամանքը, որ ուզում եմ նշել, դա դատական նիստում տեղի ունեցած քննարկումների ֆենոմենն էր, որ պարոն Շահրամանյանի դիրքորոշումն այն էր, որ ըստ էության մենք չենք վիրավորվում այդ արտահայտությունից, քանի որ եթե ամբողջական գրվածքներ ուրեմն կեղծիք չէր լինի եւ այլն։ Կներեք, սա ինձ համար հասկանալի չի, որովհետեւ այստեղ իրանք մեկնաբանում են յուրաքանչյուր նախադասությունը եւ պարզվում է, որ իրենք այդ նախադասությունների ձևակերպման հետ խնդրեմ ունեն։ Ես ձեզ կարող եմ 100%-ով երաշխավորել, որ Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի պատմագրության մեջ յուրաքանչյուր ձևակերպման հետ պատմաբանները ունեն խնդրեմ։ Այսինքն ունիվերսալ ճշգրիտ գիտություն չի պատմությունը, հետեւաբար այստեղ որ ասենք մի նախադասություն, որ բոլորի կողմից համընդհանուր ընդունելության արժանանալու, այդպիսի մի բան եւս գոյություն չունի։ Այստեղ հարցի առարկան հետեւյալն է, դա կեղծիք է, սուտ է, զրպարտանք է, թե ոչ։ Թե հիմա այդ ձևակերպման հետ դու համաձայն կլինես, թե չէ, կամ կգտնես, որ ավելի լավ ձևակերպում պետք է տալ, սա արդեն կներեք, բայց այս դատական հայցի եւ դատական քննության հարց չէ, որովհետեւ հայոց պատմության մեջ, եթե վերցնենք 4-5 հազարամյա մեր պատմության տրամաբանությունը, հա, գրի առնվազն, բոլոր հարցերի վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Այսինքն դուք կարող եք ասել, այս ձևակերպումը այսպես ավելի լավ պիտի լիներ գրել, ես կասեմ ոչ, ես այսպես չէ, եւ բոլոր պատմաբաններն ունեն այն վեճեր կհայտնվեին դատարանում, միմյանց կմեղադրեին զրպարտությունների մեջ եւ պատկերացնում եք դրա հետևանքը ինչ կլիներ։ Դե կոնտեքստը կտրված չի, որովհետեւ եթե բացեք դասագիրքը եւ կարդաք հետավաղականորեն նախադասությունները թե շրջափակման մասին, թե Ադրբեջանի բռնի գործողությունների մասին, թե զոհերի եւ ամեն ինչ գրված է, այսինքն կոնտեքստը հենց այնպես չի, այսպես նենց ինչ որ տպավորություն է ստեղծում, որ այդ դասագրքում այդ հատվածը մի նախադասություն է գրված ու վերջ։ Կներեք, բայց այդպիսի բան չկա։ Ես կխնդրեմ, ովքեր այս հարցի վերաբերյալ ունեն առարկայական ձևակարծիք, խնդրում եմ բացեք համացանցում այդ դասագիրքը եւս կա, էլի։ Բացեք, կարդացեք եւ խնդրում եմ ամեն մեկը ձեր դիրքորոշումն ունեցեք, թե արդյոք իսկապես այստեղ կոնտեքստ է կտրված։ Եվ մի ուրիշ փաստել ուզում եմ ասել, էլի։ Երբ որ ասում ենք, որ այս դասագրքում գրված է այս ձևակերպումը եւ գրված չի, թե պարոն Շահրամանյանն օրինակ ինչ հոգեվիճակում է եղել այդ ստորագրելիս։ Կներեք, բայց չէ, կներեք, հիմա ես կարող եմ այդպես ձևակերպել։ Հանգամանքները գրված են։ Ես ասում եմ, հանգամանքները գրված են։ Այն ինչ որ հասանելի տեղեկություն է, փաստ է եւ ոչ թե մեկնաբանություն, դրանք գրված են։ Տեսեք հիմա, այս օրինակ վերեմ, հենց այս դեպքով, էլի։ Ես շատ եմ ուսումնասիրել, իրանք հայցի մեջ գրել էին, թե ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկել։ Սա էլ իրականում վիրավորանք է հենց զրպարտություն իմ նկատմամբ, երբ որ ինձ ասում են, դու քայլ չես ձեռնարկել, առանց դրա մասին տեղյակ լինելու իդեպ։ Բայց ուզում եմ փաստեմ, հա, այս դրվագով, երբ որ ես ինչքան հնարավոր աղբյուր եմ նայել, Սամվել Բաբայան օրինակ, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ պարոն Շահրամանյանը, մյուս նախագահները եւ Արցախի իշխանությունները խունտա են, FSB-ի գործակալներ են, հատուկ այդ ամեն ինչ արել են, ստորագրել են, Արցախը լուծարել են, հանձնել են։ Հիմա այս այդ մարդու մեկնաբանություններն են։ Դրանք ինձ համար փաստ չեն, չէ՞։ Ես դա չեմ կարող ներառել ոչ դասագրքում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Դրանք կարող են ներառել, օրինակ նույն պարոն Բաբայանը իր մեմուարներում, ոչ մի այլ տեղ չի կարող ներառել։ Հիմա այս տրամաբանության մեջ կարծում եմ նաև պետք է հասկանանք, թե մենք ֆորմատային առումով ինչի հետ գործ ունենք, որովհետև դասագիրքը, էսսեն, հուշագրությունը, մենագրությունը, հոդվածային մենագրությունը, ռեպլիկը, ռեմարկը, դրանք բոլորը տարբեր ֆորմատներ են եւ դրանք պատշաճում են լիովին այլ մեկնաբանությունների եւ այնտեղ գրվող տեքստի տրամաբանությունն էլ պիտի այլ լինի։ Ես գտնում եմ, որ այստեղ ըստ էության կա քաղաքական ճնշման միջոց, փորձ, այո։ Ինչու համար, որովհետև ըստ էության հիմա հնարավորություն ունենք մենք տարբեր պատմական իրավիճակների մասին դիրքորոշումներ հայտնել, ուսումնասիրություններ անել եւ այստեղ մեծ հաշվով փորձ է, որպեսզի մարդուն քաշ տան դատարան եւ դա լինի նաեւ օրինակելի շատերի համար, որ մարդիկ զգուշ լինեն իրենց գրածներում, հասկանան, որ կարող են քաշ գալ դատարաններ, ժամանակի եւ այլ կորուստներ ունենալ եւ այս պարագայում բնականաբար ես երաշխավորում եմ, որ շատ մասնագետներ, պատմաբաններ, որոնք այսօր զբաղված են պրոֆեսորալ դասախոսական աշխատանքով, հետազոտական աշխատանքով 1000 միլիոն անգամ կմտածեն ու կփորձեն հեռանալ, գրել միայն ասորական թեմաների մասին, շումերաքադական թեմաների մասին, որպեսզի իրենց պատմագիտական դիտարկումներին անհամաձայն լինելու պատճառով դատարաններ քարշ չտան։ Դատարանում գիտեք ինչ էր, ասում են հրապարակային ձեզ հետ զրույցներում էլ այն, հա, այստեղ ասել, ասում են դուք տեսել եք այդ փաստաթուղթը։ Կներեք, Հայաստանում այսօր որևէ մեկը տեսել է Տիգրան Երվանդյանի եւ Կյուրոս մեծի դաշինքը։ Ինչ որ մեկը տեսել է 66 թվականի Արտաշատի պայմանագիրը։ Չէ, այդ պայմանագրերը տեսել են, ինչ որ մեկը, ոչ մեկ չի տեսել։ Բայց եկեք գնանք բոլոր այդ շրջանները գրած պատմաբաններին, գնանք խորենացուն, պատմիչներին, բոլորին բերենք, դատի տանք, ասենք, գիտես ինչ կա, հələ դե հիմա ապացուցի, որ այդպեսի փաստաթուղթ եղել է։ Չէ, կներեք, սա արդեն մանկապարտեզ է։ Չէ, որովհետև պատմաբան ես,
պատմաբաններն էլ այսպես ասած իրենց ընկալումներով ես կարծում եմ իրենց հրապարակային բարքերեն դա ցույց են տվել, որ ինչ պիտի ասենք, դա էլ պիտի գրվի։ Իրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այս դասագրքի նկատմամբ որևիցե, առնվազն իմ կտորի մասին եմ, հա, ասում ես պատասխանատվություն ստանձնում եմ իմ գրածների համար։ Մեկ անգամ միջամտություն չի եղել։ Ում կողմից։ Որևիցե մեկի։